Ողջույն բարեկամներ, բարի գալուստ հայկական խոհանոց, այսօր միասին պատրաստում ենք շատ համեղ և հյութալի հավի թևիկներ ճարպաջառոցում, ընդամենը 1 ճաշի գթալ բուսայուղով։ Պատրաստման այս տարբերակը նորություն է, միսը համեմում ենք 2 անգամ, ինչի արդյունքում թևիկները ճաշակելիս անհրաժեշտություն չի առաջանում դրանք թաթախել կետչուպի կամ ինչ-որ թանձրուկի մեջ, քանի որ ստացվում է շատ հյութալի։ Նույն տարբերակով կարելի է պատրաստել հավի ազդրամիսը, կրծքամիսը և թևիկները։ Նախ լվանում ենք հավի միսը, դնում ենք աղաջրի մեջ և թողնում ենք մոտ 30 րոպե, որպեսզի ավելորդ արյունը և հոտը դուրս գա։ 1 կգ մսի համար ես վերցնում եմ մեկական թեյի գթալ աղ, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, սխտորի փոշի և խմելի սունելի։ Համեմելիս կարող եք վերցնել ձեր նախընտրած համեմունքները կամ օգտագործել հավի համար նախատեսված պատրաստի համեմունքների փունջը։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համեմունքները տարածվեն և թողնում ենք մարինացվի առնվազն 2 ժամ, այնուհետև գեղեցիկ դասավորում ենք ճարպաջեռոցի տարայի մեջ։ Բարեկամներ, եթե ճարպաջեռոց չունեք, կարող եք նույն տարբերակով պատրաստել նաև ջեռոցի մեջ, ոչ մի տարբերություն։ Քանի որ պատրաստելիս օգտագործում ենք ընդամենը 1 ճաշի գթալ բուսայուղ, հավի թևիկները այս տարբերակով համարվում են առողջարար։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Այսպես դնում ենք ճարպաջեռոցի մեջ, ջերմաստիճանը 200 աստիճան, մոտ 25 րոպե։ Մինչ միսը եփվում է, պատրաստենք յուրահատուկ թանձրուկ, որը հավի թևիկներին կարմիր խրխրթան կեղև կհաղորդի։ Թանձրուկի համար մեզ անհրաժեշտ է 3 լիք ճաշի գթալ սոյայի սոուս։ Կավելացնենք նաև 1 ճաշի գթալ բուսայուղ, 1 ճաշի գթալ տոմատի մածուկ և կես կիտրոնի հյութ։ Եթե սիրում եք կծու, աղի, քաղցր, թթվաշ համերի համադրությունը, ավելացրեք նաև 1 թեյի գթալ մեղր։ Եթե ձեռքի տակ մեղր չկա, այն կարելի է փոխարինել շաքարավազով, քաղցրը հավի թևիկներին գեղեցիկ կարամելային երանգ է հաղորդում։ Մի լավ խառնում ենք, որպեսզի ստացվի միատարր զանգված, և 25 րոպե թևիկները եփելուց հետո տաք վիճակում լցնում ենք թանձրուկի մեջ։ Տաք թևիկները ավելի լավ են կլանում համերը։ Ինչու չենք այս բոլոր գործողությունները անում հենց սկզբից, քանի որ տոմատի մածուկը շատ արագ այրվում է։ Հավի միսը 1 անգամ այս եղանակով պատրաստելուց հետո վստահեցնում եմ բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ, քանի որ ստացվում է չափազանց համեղ։ Մի լավ խառնում ենք և մսակտորները կրկին դասավորում ենք ճարպաջեռոցի տարայի մեջ։ Ինչպես նշեցի, նույն տարբերակով պատրաստում ենք ջեռոցի մեջ, ոչ մի տարբերություն։ Այս եղանակով պատրաստված թռչնամիսը ունենում է գեղեցիկ խրխրթան կեղև, իսկ ներսից ստացվում է հյութալի ու լավ համեմված։ Դնում ենք ճարպաջեռոցի մեջ ևս 10 րոպե, ջերմաստիճանը 200 աստիճան։ Մնացած թանձրուկը վրձնի օգնությամբ քսում ենք կտորների վրա։ Բարեկամներ, այս նոր ու հետաքրքիր տարբերակով հավի թևիկներ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Ընդամենը մի քանի րոպե անց ստանում ենք նման գերազանց արդյունք։ Մատուցում ենք թարմ կանաչիով և սոխով և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ հավի թևիկների պատրաստման նման նոր և հետաքրքիր բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։